Հայաստանի բուհերում 160 մասնագիտությունների գծով դիմորդ չկա։ 21,000 շրջանավարտներից բարձրագույն կրթություն ստանալու մտադրություն ունի 13,573-ը։ Նախորդ տարվա համեմատ 500-ով ավելի։ Սակայն պարզվում է 100-ից ավելի մասնագիտություններով որևէ դիմում հայտ չի ներկայացվել։ Այս մասին հայտարարել էր գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը։ Ունենք մասնագիտություններ, որոնց ընդհանրապես չեն դիմել։ Դա մոտավորապես 160 մասնագիտություն, այսինքն դիմորդ չունի այդ մասնագիտությունը, այդ տվյալ բուհի այդ մասնագիտությունը դիմորդ չունի։ Ամենապահանջված մասնագիտությունները վերջին տարիներին գրեթե անփոփոխ են՝ բուժական գործ, ծրագրավորում, բիզնես կառավարում, ֆինանսներ։ Արմեն Ներսիսյանի համոզմամբ բուհերում թափուր մասնագիտությունները շատ են, քանի որ երիտասարդներն առաջնորդվում են թրենդային մասնագիտություններ ընտրելով։ Քանի գնում այն մասնագիտությունները, որոնք այսօր անհրաժեշտ են, դիմորդների քանակը քչանում է, ձևավորվել են, այսպես ասենք, թոփ մասնագիտություններ կամ թոփ ուղղություններ, որտեղ դիմորդները թրենդի ելնելով դիմում են, հետագա խնդիրները չպատկերացնելով, բայց սա համակարգային խնդիր է եւ սա խոսում է համակարգային ճգնաժամի մասին։ Ներսիսյանն օրինակ է բերում բնագիտական առարկաներն ու ընդգծում, որ խնդիրը պետք է փնտրել հանրակրթական ոլորտում։ Շատ բարձ օրինակներ են։ Մենք գիտենք, որ բնագիտական առարկաների ուղղությամբ դիմորդների քանակը քիչ է։ Իբր կառավարությունը որոշում էր կայացրել, որ համապատասխան մասնագիտությունների գծով վճարներ է նախատեսում բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Սա լավ էր եւ ըստ էության մենք նկատում ենք, որ ինչ որ շարժ կապահովի։ Բայց երբ որ նկատում ենք ավագ դպրոցում այդ առարկաների ժամանականակի պակասը եւ այլն, մենք նկատում ենք, որ սա չի համապատասխանում։ Արմեն Ներսիսյանի կարծիքով կրթության որակի վրա ազդում է հասարակության պահանջը։ Ընդհանրապես սովորելու եւ կրթություն ստանալու գլխավոր շարժառիթը հասարակական իմիջն է։ Այսինքն պետք է լինեն այն անձերը, որոնք իրենց հասարակական դիրքավորմամբ, հեղինակությամբ ապացուցում են, որ պետք է լավ սովորել, որպեսզի կարողանաս լավ ապագա ունենալ։ Եթե մենք նայում ենք այսօր մեր իրականության մեջ, սկսած ամենաբարձր պաշտոնը զբաղեցնողից մինչև պատգամավորներ կամ համապատասխան ոլորտի մասնագետներ, որոնք չունենալով կրթություն, չունենալով տարրական կրակիտություն, ունեն հասարակական դիրքավորում, սա արժեզրկում է ընդհանուր կրթության մակարդակը։ Կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանն ընդգծում է, որ մասնագիտությունների թափուր լինելը մասնագիտությունների տեղերի սխալ բաշխումն է։ Պետությունը պլանավորում է որոշակի տեղեր որևէ հետազոտություն չանելով եւ ասում է, այս մասնագիտության պիտի ունենանք այսքան ընդունելության հնարավորություն, այսինչ բուհում։ Մյուս մասնագիտությամբ այնքան ընդունելության հնարավորություն մյուս բուհում, բայց պետությունը որևէ պարտավորություն իր վրա չի վերցնում այն պարագայում, երբ որ այդ նույն լավ մասնագետը, որը ընդունվել է եւ մասնագետ է դարձել, նրանից հետո օգտագործվի Հայաստանի տնտեսության մեջ։ Այսինքն որևէ հետազոտահեն թվեր չկան։ Եվ սա դեռ ամենը չէ։ Մխիթարյանն առաջ է քաշում այս հարցի վերաբերյալ մեկ այլ խնդիր եւս։ Որ մենք պատրաստում ենք այդքան իրավաբան եւ տնտեսագետ ու բժիշկ, արդյոք այդքան պահանջարկ կա։ Ոչ իհարկե։ Եվ դա է պատճառը, որ մյուս կողմից էլ ավարտելուց հետո մեր լավագույն մասնագետները, իրավաբաններն ու տնտեսագետները լրացնում են գործազուրկների բանակը։ Աշխատավարձերը բարձր են ծրագրավորման, տնտեսագիտության կառավարման, բանկային գործ, մնացած ոլորտներում։ Եվ մեր երիտասարդները լինելով շատ պրագմատիկ, նրանք հենց ընտրում են այդ մասնագիտությունները։ Առավել եւս, որ ընդունվելը շատ հեշտ է։ Նախկինի նման չի, որ դու պիտի երկու քննությունից ամենաբարձր գնահատականը ստանայիր, որպեսզի դառնայիր տնտեսագետ։ Հիմա բնավ այդպես չի, դու կարող ես միջին գնահատականներ ստանալ, այսինքն կրկնուսույցի մոտ պարապել եւ ընդունվել քո ուզած մասնագիտությամբ։ Եվ դրա պատճառով շատ թափուր տեղեր մնում են ուղղակի այդպես էլ թափուր։ Այս տարվա ավելի քան 13,000 դիմորդների համար քննական շրջանը կմեկնարկի հունիսի 7-ին կենսաբանություն եւ աշխարհագրություն առարկաներով։ Հունիսի 10-ին կանցկացվի օտարլեզուների, 14-ին հայոց լեզվի եւ գրականության, իսկ 17-ին եւ 21-ին մաթեմատիկայի, ֆիզիկայի ու պատմության քննությունները։ Ընդունելության առաջին հիմնական փուլը կավարտվի հունիսի 24-ին քիմիա եւ ռուսաց լեզու առարկաներով։
Իդեպ կազմակերպչական աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու համար այս տարի հանրապետությունում կգործի 41 քննական կենտրոն, նախորդ տարվա 36-ի փոխարեն։ Էլեն Միրզոյան, Արմեն Երամիշյան, Երկիրն այսօր։